Բարև ձեզ հայրենագիտներ եւ համակիրներ, ուրեմն այսօր նորից մեր հերթական շրջայց հաղորդաշարն է, որը գիտեք մենք վերափոխել ենք հայրենաշունչի եւ տվյալ պարագայում գտնվում ենք Պարուս Սևակի տուն թանգարանում, Զանգակատան։ Դուք գիտեք արդեն, քանի որ դուք մեր ուղեկիցներն եք, տարիներ շարունակ մենք այցելում ենք Պարուս Սևակին եւ հաղորդումներ ենք տալիս Պարուս Սևակի տուն թանգարանից, կարծես դրանով օրգանական կապ ենք առաջացնում մեծ բանաստեղծի, ես կասեի մեծ փիլիսոփայի եւ նաեւ ավելացնենք մեծ աստվածաբանի հետ, նրա մտորումների հետ եւ այսօր մեր այցը ունի հատուկ նպատակ, որը երբեք մենք այդ հատուկ նպատակով ուրեմն չենք այցելել Պարուս Սևակին, որն է հարցը։ Դուք գիտեք, որ մենք կարծես թե ջրբաժանի առաջ ենք, մենք վերակառուցման խնդիր ունենք որպես պետություն եւ որպես ժողովուրդ։ Մեր քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ հարաբերությունները որոշակի արմատական փոփոխությունների են ենթարկվել եւ մենք պետք է գտնենք զարգացման այն հնարավորությունները, որը մեր ժողովրդին, այսինքն մեզ բոլորիս թույլ կտա վերականգնվել եւ շարունակել դարերի երթը դեպի առաջագործություն, դեպի ապագա։ Հիմա այդ իսկ պատճառով մենք որոնում ենք ձեզ ներկայացնել, գտել ենք կամ ներկայացնել այն պարամետրերը, այն մարդկանց, մշակույթի, քաղաքական, զինվորական հայ գործիչների, նաեւ համաշխարհային գործիչների, որոնց փորձը, որոնց խորհուրդը մեզ շատ օգուտ կտա։ Եվ այդ առումով բնականաբար մենք առաջինը ես անձամբ անընդհատ որոնում եմ հայ քաղաքական, փիլիսոփայական, տնտեսագիտական մտքի մեջ եւ փորձում եմ ձեզ ներկայացնել որպես կուսակցություն իր տեսակետները զարգացման այն առաջարկները, որ մենք ունենք։ Մի բան պարզ է, ակնհայտ է նաեւ այս 2-3 ամիսը Հայաստանում ծավալվող իրադարձությունների ֆոնին, որ առանց քրիստոնեական վերականգնման դա հնարավոր չի լինելու հայ ժողովրդի վերականգնում մեծ հաջողության առումով եւ դա պարտավոր ենք մենք գիտակցենք։ Այդ ճանապարհին մենք ունենք դաշնակիցներ եւ մեր մտածողներից հատկապես Պարուս Սևակը այդ առումով ունի բացառիկ նշանակություն մեզ համար։ Դրա համար ենք այցելել նրան մեր շնորհակալությունն ասելու, ձեզ Պարուս Սևակի մասին հիշեցնելու եւ նրա մտքերը փոխանցելու համար։ Սևակը եզակի այն մտածողներից է, տվյալ պարագայում ես նկատի չունեմ բանաստեղծը, որտեղ նա բարձրացել է փիլիսոփայության մակարդակ, գեզերական ընկալման մակարդակ եւ շատ հետաքրքիր մտքեր ունի մեր ժողովրդի, մեր վերականգնման մասին, որ ես ուզում եմ ասեմ եւ փոխանցեմ ձեզ։ Այսպիսի բան։ Պարուս Սևակն ասում է, որ հնարավոր չի լինել զարգացած մարդ, քաղաքագիրտ մարդ առանց աստվածաշնչի իմացության։ Քանի որ ուրեմն այս միտքը շատ հետաքրքիր է, շատ խտացված է եւ շատ ուսանելի է, այս անգամ որոշել եմ Պարուս Սևակի այդ մտքերը ուղղակիորեն եթերում կարդալ ձեզ եւ տեքստը փոխանցել ձեզ։ Դրա համար թույլ տվեք այս անգամ դիմել անսովոր մի միջոցի եւ այն ինչ որ ինքը իր ձեռի տակով գրել է, ինչով նա ապրել է, ինչով խորհուրդ է տվել, փոխանցել ձեզ։ Դրա համար ես կկարդամ այն տեքստը, առաջին անգամ եմ նման բան անում, որ դուք լսեք ուղիղ այնպես առանց իմ խոսքերի մեկնաբանության, ուղղակիորեն այնպես ինչպես ասել է մեծ բանաստեղծը, ես կասեի տվյալ բaragայում մեծ փիլիսոփան եւ մեծ մտածողը։ Եվ որից հետո մեկնաբանություններ կանեմ։ Տեքստը կարդում եմ բառացիորեն, այնպես ինչպես կա Սևակի մոտ։ Սևակն ասում է, որ նա ով չի կարդացել Աստվածաշունչը, ինձ կներեք մի քիչ տեքստը կարող է երկար ստացվի, բայց արժի Սևակին մի քիչ երկար լսել։ Եվ այսպես, Սևակն ասում է, նա ով չի կարդացել Աստվածաշունչը, չի կարող իսկական իմաստով գրագետ մարդ կոչվել։ Ամբողջ համաշխարհային գրականությունը դուրս է եկել Աստվածաշնչից, այստեղ է բոլոր ժանրերի եւ սյուժեների սկիզբը։
Նրա հիման վրա են ստեղծվել համաշխարհային գրականության ու արվեստի գլուխգործոցները՝ վկա աստվածային կատակերգությունը, Նարեկը, Ռաֆայելը։ Մաշտոցներ ասում է, ուրեմն շարունակում է Սևակը, որ փլատակված մեր հավատի տեղ հաստատեց նոր հավատ, որ մեզ համար հակուստ չդարձավ, այլ մեջքաբնդող գոտի։ Հողմացրիվ արված մեր հին մշակույթի տեղ նա սկզբնավորեց մի նոր մշակույթ, որ պիտի գլուխգործոցներ տար համաշխարհային քաղաքակրթությանը, Զվարթնոցի տեսքով եւ Նարեկացու հոգով, Շիրակացու անզեն եւ Համբարձումյանի զինավառ աչքերով, Կոմիտասի ականջով, որ պիտի փոխանցվեր Խաչատրյանին, Թորոս Ռոստինի մատներով, որ պիտի ժառանգեր Մարտիրոս Սարյանը, Սայաթ Նովայի բարբառով, որ պիտի լեզու դառնար Չարենցի բերանում, Անիով, որ պիտի վերածվեր Երևանի։ Նորից է շարունակում ուղղակիորեն Պարուս Սևակը։ Այդ նա էր, որ մեր անգիր բանարվեստի, այսինքն Աստվածաշունչը, փլատակների վրա հիմնադրեց մեր դպրությունն ու քերթությունը, խոսքը բնականաբար Մաշտոցի մասին է։ Գողթան լռեցված երգիչների տեղ խնչեցրեց մեր հոգևոր մեղեդին, հեթանոսական անգիտության տեղ փռեց գիտության հեքիաթային սփռոցը, որի վրա մեզ պիտի կերակուր տային մեր հոգևոր մատակարարները, Խորենացուց ու Դավիթ անհախտից մինչև Տաթևացի ու Գոշ, մինչև Ալիշան ու Նալբանդյան, մինչև Աբեղյան ու Աճարյան, Օրբելիներ եւ Ալիխանյաններ։ Արդեն միայն Աստվածաշնչի թարգմանությամբ հայոց լեզուն կատարեցիր փառատոնը, ապացուցելով, որ ի զորու է լիապես արտահայտելու ինչպես պատմություն, այնպես էլ օրենսդրություն, ինչպես հրապարակախոսություն, այնպես էլ բանաստեղծություն, ինչպես բուսական ու կենդանական աշխարհ, այնպես էլ երևակայություն տեսիք եւ կանխատեսություն մարգարեություն, որովհետեւ հին եբրայերենից Սուրբ Գիրք իսկապես մի ամենամատյան էր գիտության եւ արվեստի բազում բնագավառների։ Ուրեմն այս կանով Պարուս Սևակի ուրեմն արտահայտած միտքը ես ձեզ փոխանցեցի, ավելացնեմ, որ բնականաբար Սևակը չէր ասի նաեւ ես, այսինքն Պարուս Սևակը, բայց կարծում եմ, որ մենք միասին ուրեմն հավելացնում ենք, որ այդ շարքի մեջ անպայմանորեն նաեւ Սևակը, դա անպայման պետք է նկատի ունենալ։ Ավելացնեմ նաեւ հետեւյալը, մինչեւ իմ մեկնաբանությունը կանեմ, որ դուք կարծեմ դպրոցից հիշում եք, նույնիսկ երբ Խաչատուր Աբովյանն ասում էր, որ լեզուն եւ հավատն են, որ պետք է վերականգնեն եւ ապակա ներկա ստեղծեն մեր ժողովրդի համար։ Դա Աստվածաշնչի մասին է, նորից բարձ է, հավատը Գրիգոր Լուսավորչական հավատն է եւ այլն եւ այլն։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Մենք եթե վերցնում ենք մեր մեծերի նշած ճանապարհը, ուղենիշը, իսկ Սևակ անշուշտ այս իմաստով բացառիկ է, դուք գիտեք նա փայլուն գիտեր Աստվածաշունչը, շատ հայտնի է երկերկոցի նաև առումով Սուլամիթային նվիրված Սևակի բանաստեղծությունը եւ շարունակեմ այսպես բազմաթիվ ուրեմն տողեր, մտքեր, արտահայտություններ, որոնք ամփոփված ասվեցին, որոնց մասին այդ տողերի մեջ, որ ես ցես կարդացի։ Հիմա տեսեք ինչ է կատարվում։ Հայաստանում այսօր յուրահատուկ վերազարթոնքի դաժան կռիվ է մեղվում։ Դաժան կռիվ է մեղվում մեր եկեղեցին, մեր ժողովրդին վերադարձնելու համար, եւ մեր եպիսկոպոսած դասը պարտավոր է իր անձնական ընկալումներից, էգոիստական նկատառումներից եւ այնքան է ասվել, կարիք չկա շատ բան ասելու, ջիգ անել եւ նոր հայրապետ, ուրեմն նոր եկեղեցում ունենալու համար։ Ճիշտ կլինի, որ ես կարծում եմ, որ այս հարցը լուծված է սկզբունքորեն եւ մենք պետք է մեզ շնորհավորենք նոր եկեղեցու ուրեմն պետ ունենալու կամ նոր հայրապետ ունենալու համար, որի անունը առաջիկայում անշուշտ կիմանանք, բայց ինչև հետ ասեմ, քաղաքագետին տվյալ բարակայում կուսակցության ինչ է հետաքրքրում։ Մենք որոնում ենք ձեզ ներկայացնելու այն ուղիները, այն կռվանները, որոնց վրա ուրեմն պետք է վերականգնվի մեր հզոր հայրենիքը, մեր արչագործական հայրենիքը։ Ես ասեմ ձեզ, որ այսօրվա դժվար օրերին պետք չի նայել մենակ, այլ եթե պատմական հեռանկարի ուրեմն տեսանկյունից ենք նայում մենք հայաստանյան եւ համաշխարհային իրականությանը, ես կասկած չունեմ, որ առաջիկայում 10 տարի, 5 տարի, 50 տարի, դժվար է ասել, Հայաստանը շատ արժանապատիվ պետություն է լինելու։ Հայաստանը բանալի պետություն է լինելու այսօր Կովկասում
հետ չկասկածեք եւ ընդարձակվելու է, Հայաստանը մեծանալու է, բայց դա կախված է այն աշխարհայացքից, թե հայ մարդը ինչ կդավանի, ինչպես կշարժվի առաջ։ Դրա համար մենք պարտավոր ենք, շատ եմ ասել, այս անգամ չեմ զլանակրկնեմ, համաշխարհային պատմական փորձը եւս ընդհանրացնենք, հատկապես այն ժողովուրդների փորձը, որոնք մեր նման դժոխքի ճանապարհով են անցել, բայց կարողացել են վերականգնվել եւ ուրեմն դարել են աշխարհի հզորագույն պետություններ, մշակույթներ, քաղաքակրթություններ, ուրեմն եւ այդ առումով ես ցես հիշեցնեմ նորից հիշեցնեմ Գերմանիայի փորձը 1946 թվականին կարծեմ Ախենում էր Գերմանական քրիստոնյա ժողովրդավարական միությունը, իսկ մեր կուսակցությունը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը մոդելային իմաստով նույնն է ինչ որ քրիստոնյա դեմոկրատական միություններն են աշխարհում առաջավոր իրենց փորձով, գաղափարախոսությամբ, փիլիսոփայությամբ եւ առաջարկների նմանությամբ նաեւ նվիրումով սեփական պետականությանն ու սեփական ժողովրդին 46 թվականին ԿԴՄ-ն գերմանական հավաքվել էր Ախենում, ասեցի կարծեմ այնտեղ էր եւ գարնանը կարծեմ ապրիլին էր համաժողով էր, որտեղ քննում էին թե ինչպես է հնարավոր վերականգնել Գերմանիան, այն Գերմանիան, որը փլատակների տակ էր, ռմբահարված էր, ռմբագործված էր, իսկ գերմանացի ժողովուրդն էլ ի տարբերություն մեզ ոչ թե կոտորված էր, այլ ոչիրներ շատ էր գործել, գիտեք, նացիզմ, հիտլերիզմ եւ այլն։ Հիմա սրան չանդրադառնանք, այլևս շատ ակնառու փաստեր են։ Եվ դատվում էր նաեւ գերմանական ժողովրդի մի մասը ֆաշիզմի համար, ոչռագործությունների համար, դժբախտաբար թուրքերը այդ պատիժը չստացան, բայց նկատի ունեցեք, կպատժվեն այն ժամանակ, երբ մենք հզոր կլինենք, դա պետք է նկատի ունենալ, անզոր ժողովրդով ոչ մեկը չի զբաղվում, ոչ մեկն էլ հավես չունի անզոր ու թույլ ժողովրդով զբաղվելու։ Համաշխարհային քաղաքականության բնույթը այդպիսին է։ Եվ այսպես հարցի քննարկման ժամանակ խոսք է վերցնում այսօրվա Գերմանիայի հիմնադիր տաղանդավոր կասեի հանճարեղ Կոնրադ Ադենաուերը, որը կարողացավ ժամանակի դժընտակ իրականության մեջ Գերմանիայի համար եւ համաշխարհային իրականության դաժան շրջանում գտնել լուծման բանալին, որի փորձը ես ցես առաջարկում եմ որպես կուսակցության նախագծեց, որպես պարզապես հայ մարդ, որը մտածում է, ցանկանում է, որ մենք հզոր լինենք, վերականգնվենք եւ կարեւոր արժանապատիվ լինենք, գլուխներս կախ, սուսուփուս ման չկանք եւ այլն։ Հիմա այսպես, եւ ահա երբ խոսք է վերցնում Ադենաուերն ասում է, ես գիտեմ ճանապարհը, ինչպես կարող է Գերմանիան վերականգնվել եւ գերմանացի ժողովուրդը վերականգնվել։ Առաջինը եւ ասում է, այստեղ ունենք երկու կրվաններ, փաստեր գերմանացիների մասին։ Առաջինն ասում է, մենք Գերմանիայում պիտի ապահովենք ազատությունը։ Այդ ազատությունը փիլիսոփայական ընկալումով նաեւ նշանակում է ժողովրդավարություն, նշանակում է ժողովրդի շահերի պաշտպանություն, մարդու իրավունքներ եւ այլն եւ այլն։ Ազատության փիլիսոփայությունից բխում է ժողովրդավարական կարգ ու սարքը, պետության դեմոկրատական կառուցվածքը, ինչը Գերմանիան ֆեդերատիվ պետություն էր, իհարկե նա ուրիշ պարագայ է, մեզ համար մեր պետականությունն է իր այս պարագայում շուրջ 30,000 քառակուսի կիլոմետր տարածքով։ Ուրեմն առաջին ազատություն, ազատության ընկալում եւ ապահովում ազատությունը ուրեմն երկրին է։ Դա նշանակում է գողապետության ոչնչացում, դա նշանակում է կլանների ոչնչացում, դա նշանակում է Ղարաբաղյան ուրեմն հանցագործ կլանի եւ նրան հարակից պրոքսիների ոչնչացում։ Անցնենք առաջ մեր բարագայի համար, ազատություն Հայաստանի համար եւ հաջորդի համար, աշխարհասփյուր հայության համար։ Երկրորդ մասը ասում է, որ մենք կվերականգնվենք, եթե այստեղ է կարևոր եւ այն խորհուրդը թե ինչու մենք այս բարագայում Պարուս Սևակին ենք հյուր եկել եւ նրա կենթանի մտքերի հետ խորհրդակցելով, ուրեմն ձեզ ենք փոխանցում Ադենաուերի միտքը, որ կարող եք ասել տվյալ բարագայում Պարուս Սևակի տեսակետը, պայմանական իհարկե։ Ինչի ասումն է։ Ասում եմ մենք ազատության հետ միասին, եթե կարողանանք Գերմանիայում ապահովել 46 թիվն է, նայեցեք Գերմանիան փլատակների տակ է եւ հանցագործությունների համար դատվում է։ Այդ ուրեմն այդ շրջանում, եթե մենք ասում ենք կվերադառնանք քրիստոնեության արևմտյան մեկնաբանության մշակութային արմատների վրա։ Հիմա ես ձեզ ասում եմ հետեւյալը. այո, սա անալոգիա է, բայց շատ ուսանելի անալոգիա է, պատմական փորձով ապացուցված
եւ պատմական իմաստով շարժված արդյունքներն էլ Գերմանիայի վերաբերյալ ձեզ քաչ հայտնի են, այսինքն ասելու, ապացուցելու մենք կարիքը չունենք, որտեղ պրակտիկան ապացուցել է։ Իհարկե արևմտյան քրիստոնեության արևմտյան մեկնաբանություն ասելով նա հասկանում էր կաթոլիկության, լյութերականության, բողոքականության այն ընկալումները, ինչ որ կար գերմանական իրականության մեջ, բայց նա հավատի մասին չի խոսում տվյալ բառակայում, այլ այդ կրոնական ընկալումների վրա ստեղծված գերմանական հազարավոր տարիների մշակույթը նկատի ունի։ Ես կարդացի ձեզ համար սևակի տեքստը, դուք լսեցիք անուններ, որոնք ձեզ շատ հարազատ են, որոնք մենք սովորել ենք դպրոցական տարիներից, միայն իհարկե այնտեղ եղածով չէ, որ սահմանափակվում է, մեր իրականությունը այնտեղ է նաև Թումանյանը, այնտեղ է նաև, ինչ ասեմ, շատ է, մեր մշակույթը տաթևացիներ եւ այլն, էլ այսպես, հիմա կրկնենք այսպես, այո, եթե մենք կվերադառնանք Գրիգոր Լուսավորչական, այս բարակայում քրիստոնյա հայաստանյաց ուրեմն առաքելական եկեղեցու դավանանքի փիլիսոփայության վրա ստեղծված մշակույթին եւ մենք կշարժվենք առաջ։ Ուրեմն երկու կետեր, առաջինը ազատություն Գերմանիայի փորձիման վրա, որ մենք կարող ենք կիրառել եւ արտավորենք, երկրորդը քրիստոնեության ուրեմն փիլիսոփայության վրա ստեղծված ավանդական հնագույն մշակույթ եւ նրա նորովի մեկնաբանում։ Ինչ եղավ հետո։ Եղավ նաև երրորդը, որ ես ձեզ ասում եմ, ինչ արեցին։ Ուրեմն Գերմանիայում նաև տնտեսական հայեցակարգ կիրառեցին, եւ դա սոցիալական շուկայական տնտեսությունն էր, որը մշակված է քրիստոնեական արժեհամակարգի վրա, եւ այդ իմաստով սա կարող եք դիտել երրորդ ուղի։ Ամփոփված ասեմ ձեզ, չհոգնեցնեմ, հետո ժամանակին հարցազրույցներում շատ ավելի կբացեն փակագծերը։ Ուրեմն Գերմանիան վերականգնվեց 3 կետերի վրա՝ ազատության փիլիսոփայություն, ուրեմն քրիստոնեական ժառանգության վրա ստեղծված մշակութային ուրեմն ժառանգություն, արժեհամակարգ եւ սոցիալական շուկայական տնտեսություն։ Այս ճանապարհով գնացին երկու գերմանացի հանճարներ, ուրեմն Կոնրադ Ադենաուեր եւ Լյուդվիգ Էրհարդը, որը տնտեսագիտության դոկտոր էր, եւ մենք չխուսափենք, որ քաղաքական համակարգի մեջ մեր պետք է գիտության, ուրեմն աշճանավոր կամ ոչ աշճանավոր բանի մեջ այդ աստղաբույլի մեջ այս թիվը ավելացնենք, մտավոր աշխատանքի կարողություններ, եւ Գերմանիան այդ օրինակ է ծառայում, երկու կրկնեմ, մեկը քաղաքական գործիչ Ադենաուեր, մյուսը տնտեսագիտության դոկտոր, որը հետո Ադենաուերից հետո դարձավ Գերմանիայի կանցլեր, այսինքն վարչապետ։ Եվ այսպես այս ճանապարհով գնացին։ Հիմա մի փոքրիկ էլ բան ավելացնեմ Հարավային Կորեայից եւ դրանով երևի սահմանափակվենք։ Ժամանակին ան Կորեան հարավային, որ այսօր կա, որի արտադրած մեքենաներն ու ապրանքները ողողել են Հայաստանը, Երևանը, ուրեմն այդ պետության հիմնադիր Կիմ Դե Ջուն անուն ազգանուններ այդպիսին մեր ականջին, որ այնքան էլ լավ չհնչող, բայց շատ տաղանդավոր, դա է տնտեսագիտության դոկտոր, որը կրթություն էր ստացել գերմանական նույն համալսարանում, ինչ որ Էրհարդը, որտեղ աշխատել էր, դա Ֆրայբուրգի համալսարանն է, բայց դա չի կարևորը։ Ուրեմն Հարավային Կորեայում կիրառեց գերմանական փորձը։ Կիմ Դե Ջուն ինքը կաթոլիկ էր։ Դուք երևի գիտեք, որ կամ չգիտեք, իմացեք, Հարավային Կորեայում կաթոլիկները ահռելի թիվ տոկոս են կազմում։ Մի խոսքով նույն փորձի կիրառությամբ Հարավային Կորեան վերականգնվեց եւ այսօր կա այն Հարավային Կորեա, որը ձեզ ուղեկցում է, մեզ բոլորիս ուղեկցում է հայաստանյան առումով ամենուր, ուրեմն լսարանից, IT տեխնոլոգիաներով, ուրեմն փողոցից մեքենաներով եւ այն հզորությամբ եւ աշխատասիրությամբ, ինչով հայտնի Հարավային Կորեան։ Ավելացնեմ մի օրինակ եւս, ուրեմն աշխարհում կա մի փոքրիկ երկիր, այդ իմաստով մենք ուրեմն բացառություն չենք, որը համաշխարհային նիշ է գրանցել եւ աշխարհում ամենազարգացած պետություններից մեկն է։ Ես նկատի ունեմ Թայվանը կամ Չինաստանի Հանրապետությունը, պաշտոնական անվանումն այդպիսին է, Թայվան, որի մակերեսը 36,000 քառակուսի կիլոմետր է։ Մենք 30 ենք։ Հիշեցեք, 36,000 քառակուսի կիլոմետր,
ուրեմն եւ 25-26 միլիոն ազգաբնակչության, չգիտեմ տեղյակ եք թե չէ, Թայվանում ապրում է շուրջ 26 միլիոն մարդ, փոքրիկ այդ տարածքի վրա։ Այդ երկիրը Չանգաշի տղայի ձեռքերով է վերականգնվել եւ նրանից հետո եւ այստեղ կրոնական գործոնը բացառիկ դեր է խաղացել, իհարկե իրենց առումով յուրաքանչյուր ժողովուրդ քրիստոնեության կամ ոչ քրիստոնեության կրոնի իր մեկնաբանությամբ։ Ուրեմն եւ Թայվանի մասին չեմ ուզում բան ասեմ, դուք հիմա կարող եք աճուձախ նայեք եւ կտեսնեք, որ առանց Թայվանի չիպերի աշխարհում ոչինչ չի լինելու։ Բարձ է, չէ, մնացածը չեմ ուզում ասել, սա էլ կարճ է, էլի այս մասին կխոսենք եւ այլն։ Ուրեմն այսքանով ամփոփեմ ասելիքս, որ ձեզ այսօրվա հայրենաշունչը, ես այսօր կասեի հայրենաշունչը սևագաշունչ է, տվյալ պայմաններում ես հաղորդումը, հենց սևագաշունչը նպատակ ուներ ուրեմն մեր մեծերի ծառայությունը վերականգնելու, մեզ վերադարձնելու համար եւ երկրորդը նրա շնչով փորձելու վերականգնել մեր ներաշխարհը, մեր պետության կյանքը եւ այլն։ Եվ վստահ եղեք, որ այս եկեղեցու հարցը լուծված համարեք։ Առաջիկայում ունենանք նոր կաթողիկոս, որի ամբողջ գործունեությունը վստահ եմ նվիրված կլինի հայաստանյաց առաքելական եկեղեցու վերականգնման, մաքրման աշխատանքներին, շատերի համար ապաշխարման ճանապարհով, շատերի համար ուղղակի ընդգրկվելով եւ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը քայլելով եկեղեցու կողքին, մեր եկեղեցու, չմոռանանք նաեւ մեր ազգային եկեղեցիների մյուս ջոկատները, մասերը եւ ուրեմն բողոքականությունը, գիտեք, որ այդպիսի բան կա, եւ ուրեմն կաթոլիկությունը, ֆրանգները, որ մենք ասում ենք, ուրեմն սրանց հետ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը կքայլի, կսատարի, լինելով մերձ եկեղեցուն, չլինելով կղերական կառույց, եւ ձեզ կներկայացնի եւ կօգնի մեր պետության վերակառուցմանը, բայց առանց դրա էլ նա ձեզ առնթատ կառաջարկի լուծումներ եւ ձեզ ուրեմն առաջարկս է նաեւ խնդրանքս հայությանը մտածել, կարողանալ կիրառել մոդելներ եւ կարողանալ օգտվել համաշխարհային զարգացման փորձից եւ մեր պատմական զարգացման անցյալից եւ ապագայի համար նախատեսումներով շարժվելու համար։ Ստեսություն ձեզ, ստեսություն տղաներես, մի հատ Պարուսևակի արցանը Կիսանդրին ցույց տվեք, ուրեմն Սևակին մենք ստեսություն ենք ասում, ձեզ եւս եւ հույս ունենք, որ Սևակի աստվածաշնչյան ընթերցումը կդառնա յուրաքանչյուր գիտակից հայի սեղանի կամ մտքի առարկա, որը կմտածի, կքննի, եւ մենք այդ մշակույթի վերականգնումով կշարժվենք դեպի ապագա, վստահ եմ մենք կունենանք վերածնվող երկիր, պետականություն եւ անշուշտ ժողովուրդ։ Ստեսություն ձեզ, սևակաշունչ ձեզ։ Ուրեմն բարեկամներ, հարազատներ կամ չարակամներ, եթե դրանք։ Ուրեմն սա այսօր քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության երկրորդ հաղորդումն է հայրենաշունչի շրջանակներում կամ եթե գուզեք շրջայցի շրջանակներում եւ նպատակը շատ կոնկրետ է այս հաղորդման։ Մենք հիմա գտնվում ենք Երևան տանող ուրեմն Սյունիքից, հա, կամ Իրանից, Ագարակից Երևան տանող մայրուղու վրա։ Սա հարավ-հյուսիս մայրուղին է, որը այսօր կարող եք արձանագրել, որ դառնել է կամ դառնում է միջազգային հաղորդակցության կարևորագույն երակներից մեկը կամ հայկական խաչմերուկի հյուսիս-հարավային հատվածը։ Ասեմ հետևյալը. այս ճանապարհը սկսվում է Իրանի Իսլամական Հանրապետության Բանդար Աբբաս քաղաքից կամ ձեզ քաչ հայտնի հաղորդումներից Հնդկական օվկիանոսի ուրեմն ափին գտնվող Իրանի Պակիստանի սահմանին Չաբահար նավահանգստից այդ մայրուղին է, որը գալով հայկական ուրեմն Ագարակ ավան կամ քաղաք, Ագարակով Սյունյաց աշխարհով գալիս է դեպի Արտաշատ եւ այլն, Երևանով դուրս է գալիս դեպի Սևծով։ Նպատակը շատ կոնկրետ է այսօրվա հաղորդման, ասեմ հետեւյալը, որ առաջինը այս մայրուղին տարիներից հետո շատ ինտենսիվ է դարել
ինտենսիվ է նաև միջազգային փոխանակությունների առումով, բայց դա առայժմ բավարար չի, դառնալը չի նշանակում դարել վերջացրել է։ Ես մի բան եմ ուզում ասել եւ պատկան մարմիններին եմ ուշադրությանը հանձնում, հատկապես Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչու՞ չէ նաև Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը։ Ես գիտեմ, որ այս իմ հաղորդումներով հետաքրքրվում են նաև Իրանի պատկան մարմինները։ Եթե այս մայրուղին ուշադրության կենտրոնում լինի, սա շատ ավելի կայուն, զարգացող ուրեմն ճանապարհ է լինելու ինչ առումով։ Դուք գիտեք, որ Եվրոպան այսօր Ուկրաինայի պարագայով եւ Միացյալ Նահանգների հետ քաղաքականության պարագայով Եվրոմիությունը կոնսոլիդացվում է, համախումբ է դառնում եւ վստահ եղեք, որ ժամանակին մոտավորապես 5-10 տարվա ընթացքում Եվրոպան որանելու է հնդկական օվկիանոս դուրս գալու ուրեմն մայրուղի։ Այս մայրուղին այդ մայրուղին է Եվրոմիություն, Սևծով, Վրաստանի մայրուղիներով Հայաստան եւ այսպես Իրան բանդարաբաս, բայց գլխավորը Չաբահարի նավանքից։ Ասեմ, որ իմ ասելիքի մեջ կա նաև հետազոտական մաս, Բելգիայում կա մի հայտնի ստրատեգ, Ռոբերտ Ստոյկերս, որը ժամանակին գրել էր, եւ ես համոզված եմ, որ դա այդպես է, ես էլ եմ ժամանակին գրել, որ Եվրոպան որոնելու է դեպի Հնդկաստան, դեպի հարավ-արևելյան Ասիա, դեպի Ավստրալիա գնացող ճանապարհը, շատ չզարմանաք, տեսնում եք ձեր աչքի առաջ ինչպես է աշխարհը անընդհատ եւ այս մայրուղին լինելու է այդ մայրուղիներից մեկը։ Հետևաբար պետք է աշխատել այդ ուղղությամբ եւ հետազոտական աշխատանք անել։ Կրկնեմ, Ռոբերտ Ստոյկերս, ուրեմն կարող եք կարդալ իմ ասածների հաստատումը գտնեք, սա մեկ։ Երկրորդը, ուզում եմ ամփոփիչ բան ասեմ մեր շրջայցերից կամ հայրենաշունչից տարբեր տեղեր մեր այցերով։ Ուրեմն Հայաստանի տնտեսությունը զարգանում է, այս տարի արարյան դաշտում բավականին լավ բերք է եղել խաղողի եւ այլն, այս բոլորը արդեն մերն են։ Նախկին վիճակ այլևս չկա, ճանապարհաշինության առումով հաջողությունները կան հիմա, բայց կա մի խնդիր, որը լուծելի չի։ Եվ կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ եթե չէ, ուրեմն կուսակցությունները, մենք եթե խորհրդանում եղանք, համապարփակ ծրագիր պետք է ներկայացնենք Հայաստանում ռոռոկելի ջրի աշխարհների ավելացման ուղղությամբ ռոռոկելի ջրի ուրեմն ավելացման ուղղությամբ եւ հատկապես այդ ռոռոկելի ջրի արտար բաշխման ուղղությամբ ամբողջ Հայաստանի Հանրապետության ջրային տնտեսության կառավարման համակարգը պետք է անպայմանորեն ռեֆորմի ենթարկվի, բացառելով ուրեմն կոռուպցիան, բացառելով հովանավորությունը եւ հատկապես գյուղական վայրերում քյոխվայությունը։ Ուրեմն իմացեք, ջրի բաշխարների ավելացումը եւ դրա հետ զուգահեռ ուրեմն բաշխման արդար սկզբունքների կիրառությունը իսկական մահվան ու կյանքի հարց է դառնում, եթե հարցը լուծվի, վստահ եղեք, որ անպայմանորեն ուրեմն Հայաստանի Հանրապետությունում բերքատվությունը մի քանի անգամ կբարձրանա, որտեղ այսօր ֆերմերները դժգոհ են ջրի պակասից, առավել քան դժգոհ են բաշխման ուտիլոցությունից եւ սխալներից։ Ուրեմն դա ասեմ, որ վերջերս ես եղել էի նաև իմ ընկերների հետ Եղվարդի ջրամբարում եւ խնդիր էր տրվել մեր կողմից, որ այդ ջրամբարը պիտի կառուցվի կամ պատասխան ունենա, ինչու՞ չի կառուցվում եւ նման բաներ։ Ասեմ նաև հետեւյալը, ուրեմն սա երկրորդ խնդիրն է այսօրվա իմ հետևություններից երրորդը։ Ընդհանրապես նկատի ունեցեք, Հայաստանի Հանրապետությունում պակասում է միջին խավը կամ ծայրահեղ հարստություն է եւ դա Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության շատ չնչին տոկոսն է, իսկ եթե գանձագողերին հանենք, որոնք ավազակության ճանապարհով են հարստացել եւ այդ կապիտալների ճակատագիրը շատ անգամ հայտնի չի, եւ աղքատությունն է, որ զանգվածային է։ Մենք չունենք միջին խավ։ Միջին խավի ստեղծումը հատուկ քաղաքականության ուրեմն կենտրոն է, հատուկ քաղաքականության ուշադրություն է եւ այս հարցերը ձեր որպես հանրություն, որպես ժողովուրդ, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ձեր ուշադրությանն է ներկայացնում, որի ուղղությամբ ընտրությունների նախօրյակին մենք շատ ավելի հանդամանորեն այդ մասին խոսենք։ Ստեսություն ձեզ, ուրեմն լավ պինդ վերականգնվեք, որպեսզի վերականգնենք մեր պետականությունը, որպեսզի դառնանք բանալի այն պետությունը, որին աշխարհագրորեն ճակատագիրը նախատեսել է ուրեմն Հայաստանի Հանրապետություն ես նկատի ունեմ։ Ստեսություն ձեզ։